Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հռոմում աշտարակի փլուզման վերաբերյալ Մարիա Զախարովայի մեկնաբանությունները որակել է որպես վուլգար, այս մասին հաղորդում են իտալական ԶԼՄ-ները։ Նոյեմբերի 3-ին Տելեգրամում իր գրառման մեջ Զախարովան գրել է այն միջոցների մասին, որոնք Իտալիան ծախսում է Ուկրաինային աջակցելու համար։ Քանի դեռ Իտալիայի կառավարությունն անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան ամբողջությամբ կփլուզվի տնտեսությունից մինչև աշտարակներ, ասված է Զախարովայի գրառման մեջ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին իր հերթին Զախարովայի խոսքերը որակել է մեղմ ասած վուլգար, նա նման հայտարարությունները որակել է ամոթալի ու անընդունելի քաղաքակիրթ երկրում։ Երբ ողբերգություն է տեղի ունենում, չի կարելի չարաշահել փլատակների տակ մնացած մարդկանց կամ վիրավորված աշխատողների անունները, ասել է արտաքին գործերի նախարարը։ Բաղդադը պարտավորվել է բոլոր զենքերը դնել պետական վերահսկողության տակ, սակայն այդ գործընթացը չի կարող ավարտվել, քանի դեռ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որին որոշ իրաքյան խմբավորումներ համարում են օկուպացիոն ուժ, մնում է երկրում, հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանին Արաբի Թդեի փոխանցմամբ։ Ալ-Սուդանին հաստատել է, որ իսլամական պետության դեմ պայքարող միջազգային կոալիցիայի դուրսբերման ծրագիրը մնում է ուժի մեջ։ Դուրսբերումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի սեպտեմբեր, քանի որ արմատական իսլամիստական խմբավորումների սպառնալիքը զգալիորեն նվազել է։ ԻՊ-ն այլևս գոյություն չունի, անվտանգությունն ու կայունությունը փառք Աստծո ապահովված են, ինձ տվեք մեկ պատճառ 86 կոալիցիոն երկրների ներկայության համար, ասել է Սուդանին։ 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորությամբ Սադամ Հուսեյնին տապալումից հետո Իրանը զգալիորեն ընդլայնել է իր ազդեցությունն Իրաքում։ Թեհրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները ձեռք են բերել զգալի քաղաքական ու ռազմական ազդեցություն։ Իրաքի հաջորդական կառավարությունները բախվել են ԱՄՆ-ի ու Իրանի հետ դաշինքները պահպանելու մարտահրավերներին, չնայած նրանց փոխադարձ թշնամանքին։ ԱՄՆ-ն շարունակում է պահպանել Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները, մինչդեռ Բաղդադը պահպանում է ամուր առևտրային ու տնտեսական կապերը Իրանի հետ։ Եվրամիությունն էլ իր հերթին Ուկրաինային կտրամադրի 1.8 միլիարդ եվրո ֆինանսավորում Ուկրաինային տրամադրվող օգնության շրջանակներում, ինչը 2022 թվականից ի վեր Կիևին տրամադրվող ԵՄ օգնության ընդհանուր գումարը կհասցնի մոտավորապես 180 միլիարդ եվրոյի, ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ԵՄ-ն 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային արդեն տրամադրել է մոտ 178 միլիարդ եվրոյի ընդհանուր աջակցություն, այդ թվում 63.2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ There is no indication that any of our people have been hurt. On November 4th, 1979, the revolution in Iran took an unexpected turn. Այսօր Իրանում նշվում է ԱՄՆ դեսպանատունը գրավելու օրը։ 1979 թվականի նոյեմբերի 4-ին Այաթոլլահ Խամեյնիին աջակցող ուսանողների մի խումբ ներխուժել էր դեսպանատան շենք ու պատանդ վերցրել 66 ամերիկացի դիվանագետի։ Զինված գործողության միջոցով նրանց ազատելու փորձը ձախողվել է։ 66 պատանդներից 52-ը ազատ արձակվեցին ընդամենը 444 օր անց Ռոնալդ Ռեյգանի երթմնակալության օրը 1981 թվականի հունվարի 20-ին բանակցություններից հետո։ Այս իրադարձությունները, որոնք հայտնի են որպես Իրանի պատանդների ճգնաժամ, տեղի են ունեցել իսլամական հեղափոխության ֆոնին ու դարձել են Իրանում ամերիկյան ազդեցությանը դիմադրության խորհրդանիշ։ Իսլամական Հանրապետությունում այսօրը ամեն տարի նշվում է որպես լրտեսական որջի գրավման օր կամ երկրորդ հեղափոխություն հանրահավաքներով, հակաամերիկյան կարգախոսներով ու ցուցահանդեսներով, որոնք խորհրդանշում են հաղթանակը մեծ սատանայի, այսինքն Ամերիկայի նկատմամբ։ Իսկ դուք, սիրելի հետևորդներ, եթե ուզում եք իմանալ ինչ է կատարվում աշխարհում, ապա մնացեք մեզ հետ։